Հարգելի խորհրդարան, ես օդանավակայինից մի անգամից եկա այստեղ, իմանալով թե ինչ կարևոր հարց է քննարկվելու։ Եվ ես ցանկանում եմ հայտարարել հետևյալը։ Ես վստահ եմ, որ այս դահլիճում գտնվող պատգամավորների ճնշող մեծամասնությունը ոչ միայն որևէ կապ չունի այս քստմնելի բռնարարքների հետ, այլ նաև հոգու խորքում խստորեն դատապարտում է այս բոլոր բռնարարքները, անգամ հասկանալով ով է կանգնած դրա հետևում։ Հիմա հարց է ծագում, ով է իսկապես կանգնած այս բռնարարքների հետևում։ Եթե ինչպես ոմանք փորձում են պնդել, որ այս բռնարարքների հետևում կանգնած չէ Սերժ Սարգսյանը, կանգնած չէ ռեժիմը, կանգնած չէ իշխանությունը, եւ դուք իրականում իշխանություններդ սրբորեն հարգում եք քաղաքացիական ազատությունները երկրում, ժողովրդավարական արժեքները, ուրեմն ակնհայտ էր, թե ինչ պետք է կատարվեր երկրում այս բռնարարքներից հետո անմիջապես։ Առաջինը, Վովա Գասպարյանը, ոստիկանապետը, պետք է անմիջապես հրաժարական տար այն արտահայտություններից հետո, երբ նա փաստորեն Պարոն Զուրաբյան, դա կապ ունի այս հայտարարության տեքստի հետ։ Արտահայտելով ցինիզմ, այսինքն ինչ ուզենա կարող է խոսել։ Դուք խանգարելու եք ինձ խոսել։ Ես ձեզ չեմ խանգարում, ես ընդհանրապես ասում եմ խոսեք տեքստից։ Բավական եղավ անընդհատ Ես դրա մասին եմ խոսում ու մի խանգարեք ինձ։ Ուրեմն Վովա Գասպարյանը անմիջապես հրաժարական կտար, որովհետև տեղի է ունեցել բռնարարքներ կապված նախախորհրդարանի մեքենաների հրկիզման հետ, նրանց ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի վրա կատարված հարձակման հետ, իսկ Վովա Գասպարյանը ծաղրելով այդ միջադեպները, փաստորեն ասաց, որ այդ ինչ միջադեպներ են, որ ոչ մի նկարանող կամերա դրանք չի կարողացել դրանք նկարահանել։ Այսինքն նրա մտքի գիգանտի կարծիքով բոլոր այսպիսի բռնարարքները պետք է գնան արվեն հենց բաների այդ կամերաների առջև։ Երկրորդ, ազատամարտիկների վրա հարձակումներից հետո անմիջապես Երանոսյանը պետք է պաշտոնանկ արվեր, որովհետև նա արեց մի անընդունելի հայտարարություն, որը ցույց տվեց եւ նրա վերաբերմունքը ժողովրդավարական արժեքների նկատմամբ, ինչպես նաեւ մատնեց իր առնչակցությունը այդ բռնարարքներին, իսկ հիմա արդեն պարզվում է, որ իսկապես իր շրջապատի մարդիկ զբաղված էին այդ բռնարարքներով։ Հիշեցնեմ նաեւ, որ Սուրեն Սարգսյանը խոսեց այն մասին, որ իրեն ծեծել են մարդիկ սպեցնազի ֆորմայով, ինչը նույնպես առնվազն մեզ հիմքեր է տալիս մտածելու, որ Լևա Երանոսյանը դրա հետ կապ ուներ։ Բայց Լևա Երանոսյանը պաշտոնանկ չի արվել, նրա նկատմամբ եւ նրա ենթականների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ինչը նույնպես պետք է արվեր։ Հայազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանի, իսկ այնուհետև նաև մեր հրազդանի կառույցի ղեկավարի Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ նույնպես կատարվեցին հարձակումներ, ուրեմն արդեն ստիպված էին հայտնաբերել այդ հարձակվող մարդկանց, որովհետև անսպասելիորեն կազմակերպիչների համար այն շենքը, որտեղ այդ բանը կատարվել էր, այնտեղ դրված էր մի կամերա, որը ուղղակի նրա դեմքը Այս Վովա Գասպարյանն էլ ողջունենք այդ առումով, այս անգամ բռնարարքը կատարվել էր կամերայի ներքո, եւ նրա դեմքը արձանագրվել էր եւ նրան ուղղակի չէին կարող չբռնել, այլապես խայտարակվել են։ Եվ ինչ է պարզվում, պարզվում է, որ այն առնչակցություն ունի Սերժ Սարգսյանին ամենահավատարիմ համարվող ազգային ժողովի պատգամավորներից մեկի հետ։ Եվ նորից քննությունը ոչ մի քայլ չի կատարում, չի փորձում այդ առնչակցությունները ամբողջ խորությամբ պարզել եւ չի հարցակնում ԱԺ այդ պատգամավորին։ Ավելին, այդ մարդիկ անմիջապես
ազատվում են, նրանք չեն էլ կալանավորվում։ Սա ինչ է նշանակում։ Պարզվում է մարդը դատապարտված է եղել մաքսանենգության համար։ Սա ռեցեդիվիստ է մի եւ ազգային ժողովի падգամավորի վրա հարձակում է կատարում, նրան չեն բռնում։ Սա ինչ է նշանակում։ Այդ ոնց է մեկը մի դատարկ շշով մեկին խփել էր, տարիներ բանդում անցկացրեց։ Թե գործում է նորից կուկուի սինդրոմը, եթե հիշում եք, այն նախագահի ախրանիկին, որը մարդ էր սպանել Պապլավոկում նրա հրամանով, բայց անգամ մեկ վայրկյան չնստեց մեղադրյալի աթոռին։ Այս է մեր արդարադատությունը։ Հիմա, եթե իսկապես ոչ ոք կանգնած չլներ այս ամենի հետև եւ իսկապես դուք մտածեիք Հայաստանի ժողովրդավարական վարկի մասին, Հայաստանի ժողովրդավարական արժեքների մասին, այս ամենը վաղուց եղած կլներ։ Ու քանի որ այս ամենը չի արվել, ես եզրակացնում եմ մի պարզ բան, այս ամենը չի արվել միայն մեկ պատճառով։ Այս ամենը կատարված է Սերժ Սարգսյանի անձնական հրամանով։ Եվ այստեղ դուք հիմա զբաղված եք միայն մեկ գործով Սերժ Սարգսյանի դեմքը, ռեժիմի դեմքը փրկելու գործով։ Դուք չեք զգում, որ մեղադրանք եք, այստեղ դուք հայցվոր չեք։ Սա քաղաքական մեղադրանք է, սա իրավունք չէ։ Ինչ քաղաքական մեղադրանք է, որ հայցվոր եք այստեղ դուք։ Ցանկացած քաղաքական Մարտավարի խոսում ես խոսի, դու խոսի հայտարարության տեքստի կողմից Հիմա խոսեմ հայտարարության մասին։ Ուրեմն, պարզվում է, որ դուք հիմա չեք ուզում ընդունել այն հայտարարությունը, որը մենք առաջարկում ենք, որտեղ կոնկրետ դրված էր պատասխանատվության խնդիր, Լյովա Երանասյանի եւ այլ պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը, եւ նշանակում է, որ դուք խոսքով դատապարտում եք այս արարքները, ընդամենը ռեժիմի դեմքը փրկելու նպատակով, բայց ամեն ինչ անում եք, որ պատասխանատվության կամ կոնկրետ գործողությունների հետ կապված որևէ հարց չլուծվի եւ նորից պարզվում է, որ ազգային ժողովի падգամավորները Հայաստանի դեմոկրատական հանրապետությունում անձեռնմխելիության որևէ հնարավորություն չունեն, իսկ Հայաստանի հանրապետությունում այսօր անձեռնմխելի են կրիմինալը, որը Սերժ Սարգսյանի հրամանով կատարում է հարձակումներ անդիմախոսների նկատմամբ։ Հիմա ես ընդամենը ուզում եմ ամփոփեմ իմ ելույթը եւ ասեմ հետեւյալը։ Ցավոք սրտի, բռնապետները մի վատ խասյաթ ունեն։ Նրանք շատ ուշ են խաղում դասեր եւ շատ ուշ են հասկանում, որ բռնությունը ոչ մի հարց չի լուծում։ Իրենք դատելով իրենցով փորձում են մտածել, որ նման բռնարարքներով կարող են մարդկանց վախեցնել։ Սա տալիս է բացառապես հակառակ էֆեկտ։ Մարդիկ ավելի են սկսում ատել այն ռեժիմը, որը փորձում է բռնությամբ պահել իր իշխանությունը։ Եվ քանի որ այս հայտարարությունը իմ խորին համոզմամբ հետապնդում է ընդամենը մեկ նպատակ՝ փրկել ռեժիմի դեմքը եւ բացարձակապես այնպես վարվել, որ ոչ ոք այս բռնարարքների համար որևէ պատասխանատվություն չկրի, ես իմ գոլեգաների հետ միասին հայտարարում եմ, որ մենք չենք ցանկանում մասնակցել այս նորից եմ ասում ռեժիմի դեմքը փրկելուն ուղղված ֆարսին եւ անմիջապես Գագիկ Ջանգիրյանի ելույթի ավարտից հետո մենք ուղղակի կլքենք այս դահլիճը։